Փաշինյանի պահվածքը հարված չէ Հայաստանի Հանրապետության վարկանիշին, երբ որ խորհրդարանի դահլիճում ընդդիմադիրներին անվանում է համբալ։ Մենք հիշում ենք Շմայսին, հենց Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարումը, հիշում ենք Շմայսի խորհրդարանի դահլիճում տեղի ունեցածը, այսպես սա դրվեց ընդդիմադիր պատգամավորների կողմից, տեղի ունեցավ որոշակի վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեմ բաժանում, բայց դա ամենևին, բայց դա համաձայնեք ինձ հետ, որ դա ամենևին նորմա չի։ Ձեր նշած նախորդ պերսոնաժի դեպքում դա նորմա էր։ Այսինքն ցանկացած անհասկանալի իրավիճակում մարդը վիրավորում էր, հաճախ հարվածում էր, հաճախ հայհոյում էր, վարչապետի դեպքում որոշ չէ, ասում եմ վարչապետի դեպքում նման պորտկումներ վեճի ժամանակ կարող են լինել 1000-ից 1 անգամ, նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են, մարդիկ քաղաքական գործիչները իրար հաճախ որոշակի վիրավորական բառերով կարող է դիմեն, հետո չգիտեմ, անդրադառնան կամ չանդրադառնան այդ հարցին, բայց դա բան չի, էլի, որ դուք ընդհանուր պատկերը նայեք, էլի, բայց կոնկրետ մարդկանց հասցին ասել, քաղաքացիները ինչ կապ ունեն, կոնկրետ մարդկանց է դիմում։ Կոնկրետ մարդկանցից կխնդրի ներողություն։ Դժվար թե, որովհետև դա հասկանում եք։ Իսկ այդ կոնկրետ մարդիկ իրանց ասածների համար ներողություն խնդրում եք։ Դե լավի հետ համեմատվում ենք, էլի, որ լավի հետ համեմատվում ենք, որ մամուլի ազատությամբ 34-րդ տեղն ենք աշխարհում, լավի հետ ենք էլի համեմատվել, որ վատի հետ համատվենք, հենա 70 քանիսն էինք, կդառնայինք 130 քանիսը, դառնենք 34 ու այնուամենայնիվ մարդիկ բողոքում են, որ ես ճնշում եմ։ Ինչա թե ասեցի, որ ժողովուրդ տերմինը գործածելուց իմացեք, թե ինչ թվի մասին կարելի է խոսել։ Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայնի կեսից ավելիով կայացված որոշումը կոչվում է ժողովրդի որոշում, այդպես է ամբողջ աշխարհում։ Շնորհակալություն։